Մեր քաղաքական գիծը մեկն է, նույնն է, շարունակելու ենք պայքարել այս իշխանությունների դեմ։ Ինչ վերաբերվում է հանձնաժողովների հրաժարումին, Տիկին Վարդանյան, այդպես չէր։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մի օրվա մեջ որոշում կայացրեց պաշտոնազրկել ազգային ժողովի փոխնախագահ ընդդիմադիր պատգամավորին, հանձնաժողովի նախագահին, որից հետո կարծում եմ, որ նորմալ ցանկացած մարդը, քաղաքական գործիչը այդ անարդարության քաղաքական հաշվեհարդարի դեմ պետք է ունենար կեցվածք։ Կեցվածքն արտահայտվեց Արմեն Գևորգյանի հրաժարականով, որտեղ երբ որ իր գործընկեր երկու հանձնաժողովի նախագահ պաշտոնազրկվում են, մարդը նորմալ չի, որ շարունակի, ոնց որ ոչ մի բան չի փոխվել։ Դեռ ավելին ասեմ, Թագուհի Թովմասյանը որոշեց շարունակել իր աշխատանքը եւ լավ աշխատել։ Բայց քանի որ քաղաքացիական պայմանագրի քիմքին դուր չէր գալիս Թագուհի Թովմասյանի մի շարք հայտարարություններ, նույն ձևի որոշեցին Թագուհի Թովմասյանին պաշտոնազրկել։ Ինչ վերաբերվում է ընտանեկան բռնության հետ կապված այդ օրենքի նախագծին, գիտեք, մեզ համար միանշանակ է, որ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը, ընտանեկան բռնությունը, ցանկացած բռնություն, ցանկացած անարդարություն պետք է օրենքի խստացումով բացառվի։ Այլ հարց է, որ խորհրդարանական գործունեության մեջ ընդհանրապես չգրված նորմեր կան։ Երբ որ որևէ պատգամավոր որևէ նախագծով հանդես է գալիս, նաև իր ոչ դաշնակից, ընդդիմադիր շրջանակների հետ փորձում է խորհրդակցել խորհրդարանի ամբիոնից ու դահլիճից դուրս, որպեսզի հնարավորինս շատ քվե ապահովի եւ կարծում եմ, որ այդպիսի կոմունիկացիա ձեր ու մեր խմբակցության կողմից լինելու դեպքում չէր բացառում միանշանակ, որ կողմ կարող են քվեարկել, իդեպ այստեղ հատուկ պետք է նշեմ հպարտությամբ։ Հայ հեղափոխական դաշնակցությունն այն կուսակցությունն է, որի իշխանության ժամանակ առաջին հանրապետության օրերին, հակառակ որ շատ երկրներում կանանց քվեարկելու իրավունք չկար, ոչ միայն Հայաստանում 19 թվականի ընտրական օրենսգրքով ամրագրեց կանանց եւ տղամարդկանց քվեարկելու հավասարությունը, այլ խորհրդարանում ներկայացված էին միանգամից 4 կանանցով։ Դաշնակցությունը այն կազմակերպություն է, որի որպես ուղեկից միություն գործում է հայ իրականության ամենահին կանանց հասարակական համահայկական կազմակերպությունը, հայ օգնության միությունը, որը հիմնադրվել է 1910 թվականին, արձագանքեք հետո շարունակ։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ձեր պատասխանից ինձ մոտ տպավորություն է, որ ազգային ժողովի ընթացակարգերը բավարար չէին, այսինքն բովանդակության քննարկման համար, մեզ ձեզ ավելի շուտ պետք էր ինչ-որ կուլիսային համագործակցություն, որպեսզի օրենքի բովանդակությունը չդառնար գրեհկաբանության թեմա, ինչը ձեր տղամարդ գործընկերների մեծամասնություն արեց քննարկման ժամանակ, եւ ես չտեսա որևէ կին պատգամավոր, որը աջակցեր օրենքին եւ ինչ վերաբերում է պաշտոնանկություններին, որոնք եղան ազգային ժողովում, ապա խնդրում եմ ինձ բացատրել, արդյոք օրինակ Իշխան Սաղաթելյանի զրո ներկայությունը ազգային ժողովի նիստերին եւ նմանատիպ բացակայությունները նաեւ պարոն Վահե Հակոբյանի դուք համարում եք այսինքն արդարացի եւ նորմալ գործելավոճ ժողովրդի համար եւ սա համարում եք քաղաքական հաշվեհարդար ընդամենը։ Ես իմ խոսքը ավարտեմ, հետո կարձագանքեմ կպատասխանեմ։ Հայ օգնության միությունը 1990 թվականից ամբողջ Արցախյան ազատամարտի ժամանակ եղել է ազատամարտիկների կողքին, եղել է Արցախի կողքին, եղել է Աղետի գոտի կողքին, Ախուրյանում մոր եւ մանկան կենտրոն է կառուցել, գյուղ է կառուցել, Արցախում բազմաթիվ մանկապարտեզներ, ՄԱԿ-ի դիտոր կազմակերպությունը, իսկ հայ հեղափոխական դաշնակցությունը անդամակցում է համաշխարհային սոցիալիստական սոցինտերնի կանանց կազմակերպությանը։ Ինչ վերաբերում է Իշխան Սաղաթելյանին, Իշխան Սաղաթելյանը իր պարտականությունները կատարել է, թեև այդ ամբողջ ընթացքում նիստ վարելու հնարավորություն չի ունեցել։ Իսկ երբ Իշխան Սաղաթելյանը բացակայել է ամբողջ Հայաստան խմբակցությունը, որտեղ մեր համար քաղաքական պայքարը ոչ միայն այս դահլիճն է, այս ամբիոնն է, այլ նաև հրապարակները, եւ եթե հիշեք, այդ ժամանակ դիմադրության շարժումն էր եւ մենք լայնածավալ փողոցային պայքարի մեջ էինք։ Շնորհակալ եմ։
Հանուն արդարության պարոն Սաղաթելյանը մի անգամ նիստ վարել է, ես հիշում եմ։ Արման Եղոյան։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Մենք Տիկին Գալստյանի հետ վաղուց ենք ծանոթ, դեռ դեմ ենք օտարալեզու դպրոցների։ Ասում ենք Տիկին Գալստյանի հետ դեռ վաղուց ենք ծանոթ, դեռ դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացման շարժումից, որտեղ պայքարի նույն կողմում էինք, այնպես որ իր մասին շատ հարցեր չունեմ տալու, իրեն բավականին լավ ճանաչում եմ, բայց ես հարցում դաշնակցության մասին, քանի որ դաշնակցությունն է իրեն հիմա ներկայացնում, երեկվա իմ ելույթը Սփյուռքի վերաբերյալ ալեկոծել է հայ դատի, գրասենյակի, հույդար մնացած շարքերը եւ ի պատասխան ես միշտ մի այսպիսի բան եմ լսում, ասում են դե իրենք պաշտպանում են հայկական շահը, հայկական շահը։ Չեն ասում Հայաստանի շահերը կամ հայաստանյան շահը։ Եվ ինձ մոտ հարց ծագեց, այս երկու բառերը արդյոք հոմանիշներ են, հայկական շահը եւ Հայաստանի շահը միշտ նույնական են, եթե միշտ նույնական են, ինչի է օգտագործվում հայկական շահը տերմինը եւ չի օգտագործվում Հայաստանի շահը։ Իսկ եթե հակադիր կարող են լինել երբեմն ժամանակ առ ժամանակ, ապա այդ երկուսից ո՞ր մի շահը պետք է գերադասի հայ քաղաքական գործիչը Հայաստանում։ Մանուկյան, եթե ուզում եք կարող եք չպատասխանել հարցին, որտեղ օրակարգի հետ բացարձակապես կապ չունի եւ որտեղում եմ կապ ունեցող հարցեր տալ։ Լավ առիթ ա տվել, մի քիչ հիշողության թարմացում կանեմ։ Պարոն Եղոյան, նախ երեք դուք ահավոր վատ եւ շատ գրեհիկ եք արտահայտվել հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության տասնամյակներով շահը սպասարկող մեր ազգային կառույցների նկատմամբ։ Մի վարքյան էլի։ Այստեղ դուք կարտահայտվեցիք Եվրոպայի հայդատի գրասենյակի մասին, Գասպար Կարապետյանի մասին։ Գիտեք, սենց ասեմ, կարծում եմ ամեն նորմալ դաստիարակություն ստացած մարդ միշտ պետքա նախ մեծին հարգի, նախ հարգի այն մարդուն, որի հետ ճանապարհ է անցել, հարգի այն մարդուն, որը փոքր-ինչ գիտելիք է տվել, օրինակ Եվրոպարլամենտի տարբեր падգամավորների դռները ոնց են բացում, ծանոթացնում, տպավորություններ, որ դուք ընդհանրապես այդ ամեն ինչի հետ կապ չունեք, բայց դե մարդիկ կան, հիշում են, հիմա Գասպար Կարապետյանը մեծահոգի է, ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդ է, մեծահոգի կգտնվի 1000 անգամ այդպիսի բան տեսել է, բայց մի հատ ելույթով անդրադառնալու եմ, բայց մինչև ելույթը, որ վերհիշեք, էլի ժամանակ ունենանք, սա 21 թվականի ապրիլն է, հեռավար կոնֆերանս, կազմակերպությամբ Եվրոպայի հայդատի գրասենյակի եւ Կիպրոսից Եվրոպարլամենտի падգամավորի, նվիրված էր Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների վիճակին։ Իդեպ որքան տեսնում եմ, այս կոնֆերանսի մեջ մեկ էլ շատ ծանոթ դեմք է հայտնվում։ Արման Եղոյան, հիշեցիք, մի քիչ ուրիշ բաներ էլ կհիշացնեմ, բայց այդ արդեն առանձին ելույթի համար ժամանակ որ բանանեմ։ Ինչ վերաբերում է հայության եւ Հայաստանի շահերի բախմանը, չի կարող մի ժողովուրդ, աշխարհասփյուռ ժողովուրդ, որը իր համար հակառակ ապրում է Միացյալ Նահանգներում, ապրում է Լիբանանում, ապրում է Սիրիայում, իր համար հայրենիքը մնա Հայաստանը եւ այդ ժողովրդի տարբեր հատվածների շահերը բախվեն Հայաստանի Հանրապետության շահերի հետ։ Գիտեք, երևի սփյուռքահայերը քիչ եք շփվել, իսկ ես երջանկություն եմ ունեցել 18-19 տարեկանից ապրել այդ մթնոլորտում, լինել Սփյուռքի շատ գաղթօջախներում, ուղղակի դուք չեք ճանաչում։ Այդ մարդիկ ծնվում են, ծնվելուց հետո օրորոցայինով հայրենիքի հետ են կապվում։ Իդեպ ասեմ, տարբեր մեր ուղեկից կազմակերպություններով միայն այս տարվա ընթացքում շուրջ 3000 երիտասարդ եկել է հայրենիք։ Երնեք մեկը ներկա լիներ մեր ավանդական էլի պատմական Հոմենեթմենի հայ մարմնակրթական ընդհանուր միության, որն արդեն 100 տարեկան է, ընդհանուր միության համահայկական բանակմանը Բյուրականում։ Փշակաղվել կարելի է, թե ոնց այդ օտար ափերում մարդն այդքան հայ կարող է լինել։ Արձագանք։ Պարոն Մանուկյան, ես ձեր հարցից, ձեր պատասխանից հասկացա, որ հայկական շահը եւ Հայաստանի շահը իրար չեն կարող հակասել, դա լրիվ նույն բանն է, ըստ սահմանման։ Այդ դեպքում ինչի նույնիսկ դուք այս ձեր խոսքի մեջ խուսափեցիք օգտագործել Հայաստանի շահը, հայաստանյան շահը եւ ասցիք հայ ժողովրդի շահ, չգիտեմ, հայկական, հայ արմատներ,
հայրենիքի շահ եւ այլ, ինչի եք խուսափում Հայաստանի շահը բառակապակցությունը օգտագործելուց, եթե այն լրիվ իդենտիկ է հայկական շահի հետ։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյան, 90 թվականի ապրիլի 17-ին Արցախից վերադառնալու հաջորդ օրը, երբ որ ընդունվել եմ դաշնակցության շարքեր, երթում եմ տվել, ինչպես իմ ընկերները, ծառայել Հայաստանի եւ հայության ազատագրության դատին։ Երթում եմ տվել, որպես պատգամավոր են երթվել Հայաստանի շահը սպասարկել, որպես դաշնակցական, որպես մարդ, որպես քաղաքական գործիչ ես եւ իմ ընկերները անցնող բոլոր տարիներին այդ շահի համար ենք ապրել, ցավոք սրտի իմ շատ ընկերներ, կուսակից ընկերներ նաև նահատակվել են։